Բարի երեկո, դուք դիտում եք բացառթակ, այսօր իմ հյուրը Հայաստանի ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Ալխազ Ղազարյանն է, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Եվ այսպես, սա նման է դատավճռի հայ ժողովրդի դեմ որպես ամբողջություն Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հայտարարություն է տարածել, գիտենք, որ այսօր Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին դատապարտեց 20 տարվա ազատազրկման։ Տիկին Ղազարյան, ինչ է անում Հայաստանի իշխանությունը, չնայած մենք լսում ենք այդ հայտարարությունները պարբերաբար, բայց առիթը բաց չթողնելով, քանի որ դուք մեր տաղավարում եք, ինչ է անում Հայաստանի իշխանությունը Բաքվում պահվող հայ գերիներին Հայաստան վերադարձնելու առնչությամբ։ Շնորհակալ եմ շատ հարցի համար ու շնորհակալ եմ, որ հենց այս հարցից սկսեցինք այսօր մեր զրույցը։ Ես պետք է նշեմ, որ մենք պարբերաբար այդ մասին խոսում եւ այդ մասին նշում ենք, նույնիսկ վարչապետը վերջին ասուլիսի ժամանակ այդ մասին խոսեց, որ մենք ամենօրյա աշխատանք ենք կատարում Բաքվում պահվող մեր հայրենակիցների վերադարձի, նրանց վիճակի մասին տեղեկություններ իմանալու եւ այլնի վերաբերյալ, սակայն սա այն գործընթացն է, որի վերաբերյալ ցանկանում ենք ավելի քիչ խոսել եւ դրա ապացույցը եղավ, երբ որ վերջերս 4 գերի դարձան, պահվող անձիկ ավելի շուտ վերադարձան Հայաստանի Հանրապետություն եւ նրանք իսկ խոսեցին այդ մասին, թե ինչպիսի աշխատանք է կատարվել այս ընթացքում իշխանությունների կողմից իրենց ընտանիքների հետ, իրենց հետ եւ այս ընթացքում ինչպիսի լայնածավալ աշխատանքներ իրականացվել, միջև որ նրանք վերադարձել են հայրենիք։ Այնպես որ այս առումով ես կարծում եմ մենք ավելի շատ աշխատանք պետք է տանենք, այլ ոչ թե խոսենք, չնայած որ ընդդիմադիր դաշտում անընդհատ այդ մասը պրոպագանդվում եւ անընդհատ ամեն երկրորդ նախադասությամբ դա մեր դեմ կարծես զենք օգտագործում են։ Հարցերից մեկն է։ Այո, բայց ես կարծում եմ, որ նրանք էլ շատ լավ հասկանում են, որ ինչը վերաբերվում է այս հատվածին, պետք է ավելի շատ գործել, ավելի շատ աշխատել, իսկ մենք միշտ ենք ասել, որ դա միշտ է մեր օրակարգում եւ ցանկացած հանդիպման ժամանակ այդ մասին անպայման խոսվում է, այնպես որ այս հարցով ես կարծում եմ ավելին, քան այսքանը չեմ կարող ասել։ Տիկին Ղազարյան, մենք շատ հաճախ խոսում ենք խաղաղության համաձայնագրի մասին, խաղաղության պայմանագրի եւ առհասարակ խաղաղության մասին, բայց օրեր առաջ Ադրբեջանի նախագահը խոսեց ադրբեջանցիների Հայաստան վերադարձի մասին, եթե հիշում եք այդ հարցազրույցը վերջին օրերի, որ Հայաստանից հեռացած ադրբեջանցիները պետք է վերադառնան իրենց տները։ Սա շատ նուրբ հարց է եւ մենք շատ հաճախ երբ խոսում ենք այս ամեն ինչի մասին, արդյոք չեք կարծում, որ առհասարակ Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունները այստեղ անելիք ունեն, որովհետեւ միշտ չէ, որ հասարակությունները կարող են պատկերացնել կողք կողքի ապրելու, այս 30-35 տարի անց կողք կողքի ապրելու այդ հնարավորությունը, հավանականությունը։ Շատ ճիշտ եք, մենք 30 տարի թշնամանք ենք ունեցել, այսպես ասած, իրար մեջ եւ անմիջապես միանգամից անցումը դեպի բարի դրացիական, այսպես ասած, հարաբերություններին բնականաբար հոգեբանորեն էլ շատ դժվար է լինելու, բայց մենք տեսնում ենք, որ այս առումով քայլեր բավականին արվում են նաեւ քաղհասարակության մասով, գիտեք, որ վերջերս էին նաեւ Ադրբեջանից քաղհասարակություն եկել Հայաստան, ընդ որում ցամաքային սահմանով էին անցել, ինչը որ ավելի նպաստում է նման գործընթացներ ավելի զարգացնելու եւ բարիդրացիական հարաբերություններ կառուցելու։ Ես կարծում եմ, որ մենք ժամանակի խնդիր ունենք, որպեսզի կարողանանք այդ ամբողջ բացասական լիցքը, որ ունեցել ենք տարիներ շարունակ, մեր մեջից հանել, որովհետեւ բնական է, որ ադապտացիա է ուզում այս ընթացքը եւ պետք է նշեմ, եթե անցյալ տարվա համեմատությամբ նայենք, ռետորաբանությունը այնտեղից եկող այս տարի ավելի մեղմ է եւ ավելի, այսպես գնում ենք դեպի կառուցողական դաշտ, մանավանդ որ երկու երկրներս էլ իրականում ցանկանում ենք գանք խաղաղ պայմանների եւ խաղաղություն կառուցենք։ Ես ամեն դեպքում Հայաստանի առնունից կարող եմ ասել, որ մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի խաղաղությունը լինի հարատև։ Բայց ամեն դեպքում նման հայտարարությունները Բաքվից երբ հնչում են, որ վերադարձ դեպի Հայաստան ադրբեջանցիների Հայաստանում ամեն դեպքում հասարակություն միշտ չէ, որ այսպես գրկաբաց է ընդունում այսպիսի հայտարարությունները։ Ես բնականաբար, երբ կարծես մեր հասարակությունը ավելի շատ այդ լուրերին եւ այդ ռետորաբանության է հետևում եւ ընդդիմադիր ուժերն էլ հնարավորինս պրոպագանդում են դա ներքաղաքական կյանքը փոթորկելու համար, բայց ելի ասում եմ, որպես Հայաստանի Հանրապետության իշխանություն ամեն ինչ արվում է, որպեսզի այդ ռետորաբանությունն էլ գնալով նվազի եւ կարողանանք կառուցողական դաշտում առաջ ընթանալ այն ծրագրերով, որով որ նախատեսում ենք։ Խոսեցիք ընդդիմադիր ուժերից, Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ գործարար Գագիկ Ծառուկյան ընտրություններին կմասնակցի առաջարկ Հայաստանին ծրագրով արդեն հայտարարել է, նաև ասաց, որ հիմա մանդատակրվի ժամանակը չէ, ես ուզում եմ ամենակարևոր սկզբունքն արձանագրենք, պաշտոնը չի կարևոր, երկիրն է կարևոր, մանդատը չի կարևոր, աշխատանքի արդյունքն է կարևոր։ Ու նաև Մայր Հայաստանը հայտարարեց, որ ընտրություններին մասնակցելու է Բարգավաճ Հայաստանի հետ։ Այս հարցին կուզեմ անդրադառնալ։ Շատ լավ, հիշում եք դեռ
Երբ բանից ենք մենք բոլորս խոսում, որ արդյունքում ունենալու ենք առաջ են քաշելու Գյումրու սցենարը, այսինքն այն ուժերը, որոնք որ հանդես էին գալիս, այսպես ասած, իբրև թե առանձին ուժեր, ամեն դեպքում միավորվում են իրար։ Եվ երբ այստեղ նայում ենք, տեսեք Մայր Հայաստան կուսակցությունը Քոչարյանի խմբակցությունից դաշնակցության հետ միասին եկել էր խորհրդարան, հետո նրանցից առանձնացան, հիմա Մայր Հայաստանը գնացել է Բարգավաճ Հայաստանի հետ գալիս է էլի ընտրությունները, այսինքն ինչ տարբեր կողմերով, այսպես ասած մանր, որպեսզի շեմը կարողանան հաղթահարել միանում են իրար, բայց իրականում իրենք բոլորը մի թելով կապված ուժեր են, որոնք պայքարելու են այսինքն բոլորը ընդդեմ քաղաքացիական պայմանագրի, մենք ընտրությանը գնալու ենք այս կոնցեպտով կարելի ասել, դրա համար ցանկանայի նշել, որ մեր սցենարը, որը որ մենք սկզբից էլ ունեինք, որ Գյումրի երկրորդի պլան են փորձելու իրագործել, քիչ-քիչ ավելի ակներև է երևում հասարակությանը։ Ու նաև գիտենք, որ Սամվել Կարապետյանի ուժեղ Հայաստանը, չէ, հայտարարություն տարածեց, որ Սամվել Կարապետյանը լինելու է վարչապետի թեկնածու, այստեղ նաև ասում են, որ օրենքի հետ կապված հակասություններ կան, քաղաքագետները եւ վերլուծաբանները, սակայն ամեն դեպքում մենք լսում ենք այլ հայտարարություններ հենց ուժեղ Հայաստանից եւ Սամվել Կարապետյանի թիմակիցներից։ Դե ոչ թե փորձագետների կարծիքն է, դա ակնհայտ է, որ օրենքի հետ կա խնդիր, եթե մարդ ունի այլ քաղաքացիություն, չի կարող սահմանադրությամբ է ամրագրված, չի կարող լինել ոչ պատգամավոր, ոչ էլ վարչապետի թեկնածու, այնպես որ սա ընդհանրապես նրանց վերաբերմունքն է ցույց տալիս Հայաստանի Հանրապետության, պետականության, սահմանադրության եւ այլնի վերաբերյալ։ Ես պարզապես կհորդորեի ավելի լուրջ մոտենալ պետությանը, սահմանադրությանը եւ օրենքներին։ Այսինքն ձեր կարծիքով լուրջ չեն մոտենում։ Դե նման հայտարարություն անելը, փորձել ինչ-որ ճանապարհներ գտնել եւ այլն, այն դեպքում, երբ որ սահմանադրությամբ դա չի թույլատրվում, ինչի մասին է խոսվում։ Տեսեք, որովհետև որքան մոտենան ընտրությունները, այդքան շատ ավելի ակտիվ են լինելու այսպիսի հայտարարությունները տարբեր քաղաքական ուժերի կողմից, դաշնակցություններ հայտարարել է, որ 2026 թվականի ընտրություններին մասնակցելու է դաշինքային ձևաչափով, իշխանություններին հեռացնելու համար դաշնակցությունը պատրաստ է համագործակցել ընդդիմադիր դաշտի բոլոր ուժերի հետ։ Հույդայի համար սա սովորական, հերթական կամ ընթացիկ ընտրություն չէ, ըստ կուսակցության ներկայացուցիչ չի, սա ընտրությունների արդյունքներով, այս ընտրությունների արդյունքներով որոշվելու է հայ ժողովրդի եւ պետության ճակատագիրը։ Իշխան Սաղաթելյանն էր ասել։ Շատ լավ, գիտեք, իշխան նույնիսկ ԲՀԿ-ի առաջնորդի հայտարարությունն էր հետաքրքիր, որ սա այս պահին եկել է ինչ-որ երկրի համար մտածելու, միջև ինչի մասին էին մտածում, ես չգիտեմ, հիմա էլ են որոշը մտել, բայց մտայնությունը մեկն է, բոլորին է, որպեսզի քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը չլինի իշխանություն, որովհետև այն ամբողջ անօրինությունները, այն ամբողջ հարստությունները, որ փորձում են ամեն գնով պահել, այդ ամեն ինչը իրենց համար հենց սրա պայքար է։ Նրանք փրկում են իրենց ունեցվածքը, ոնց որ անում էին այն ժամանակ, այսինքն 21 թվականից սկսած անընդհատ ամեն process գեներացնելով փորձել իշխանությունից զրկել քաղաքացիական պայմանագրին, որպեսզի կան եւ նորից հետ պտտեն մեր ժամանակը դեպի այն ժամանակները, երբ որ գույք են պարտքի դիմաց տալիս, երբ որ ապօրինի գույք էին իրենք ձեռք բերում եւ այսպես շարունակ, հա, ես ուղղակի կզարմանամ, որ նրանք այս մտայնությամբ կան եւ ժողովուրդը իրենց ցայն տա, որովհետեւ այլևս այն պայմանները, որ հաստատել ենք Հայաստանի Հանրապետությունում, այսքան դժվար ճանապարհ անցնելով, այսքան ճնշումների եւ այլնի ներքո, ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին գնահատում է եւ այդ գնահատականը անպայման ընտրությունին տալու է։ Այսինքն դուք կարծում եք, որ այս ուժերը բավարար քանակությամբ ձայներ չեն հավաքելու։ Ես չեմ կարող ասել, ժողովուրդը պետք է ընտրի, բայց ես կարծում եմ այս ուժերին այնքան շատ լավ է։ Կարապետյանի թիմակիցները թվեր են հրապարակում եւ ասում են, որ առաջատար դիրքերում է իրենց ուժը Հայաստանը։ Դե գիտեք, մենք այդպեսի սոցիոլոգիական հարցումների միշտ ենք ականատես եղել, նույնիսկ հիշում եք 21 թվականին Ռոբերտ Քոչարյանի դաշինքը, այսպես ասած, ամենաբարձր ձայներն ուներ, իբրև թե, բայց իրականում ընտրության արդյունքները այլ բան ցույց տվեցին։ Իրականում այսօր ժողովուրդն է իշխանությունը եւ մենք դա կարմիր գիծ է մեր համար եւ ժողովուրդը գիտի, որ իշխանությունը պատկանում է իրեն եւ ժողովուրդը ինքն է որոշում իր իշխանությունը ում տա կառավարելու եւ ես կարծում եմ այս անգամ եւս ժողովուրդը շատ ծանրակշիռ հավասարակշռված ընտրություն կկատարի եւ իրապես կապրի այն խաղաղ երկրում, որի մասին դարերով է երազել։ Իսկ առհասարակ կա, այսպես ասած Տիկին Ղազարյան, մտավախություն, որ ամեն դեպքում, ինչպես դուք ձեր խոսքի սկզբում ասացիք, որ Գյումրու սցենարը կարող է կրկնվել։
Դե ամեն դեպքում իրենց քայլերը բոլոր ընդդիմադիր այս հավաքական կերպարի քայլերը հենց դրան է տանում, այսպես սա ենք տեսնում, որովհետև երբ խոսում են անհատական որևէ կուսակցության կամ բանի մասին, հասկանում ենք, որ որևէ մեկը այսպես առանձին, անկախ, որպես կուսակցություն, որպես նոր դեմք, որպես նոր ծրագիր ու առաջարկ չի ներկայացնում, այսինքն բոլորի նպատակը թեկուզ ներքուստ, ոչ այսպես ակնհայտ երևացող, հիմնականում իշխանությունը քաղաքացիական պայմանագիր կուսակցության ձեռքից վերցնելն է։ Լավ, իսկ ինչ է անում այս դեպքում քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, որ իշխանությունը որևէ ուժ չկարողանա իր ձեռքից վերցնել։ Գիտեք, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ոչինչ չի անում առավել, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը շարունակում է իր ժողովրդավարական ընթացքը, շարունակում է բոլոր ծրագրերը, որոնք որ խոստացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացուն իրականացնել ու բացառապես գնում է այդ ուղղությամբ։ Ոչ մի պոպուլիստական քայլեր, ինչպես անում են օրինակ մյուս կուսակցությունները, ոչ մի պոպուլիստական հայտարարություններ, այլ պարզապես արձանագրում բոլոր այն աշխատանքների, որ իրականացվել է եւ արվում է ու փաստացի Հայաստանի Հանրապետության քաղաքացին դա տեսնում ու զգում է եւ շարունակել է ծրագրերի իրականացումը մինչեւ ընտրությունների օրը։ Տեսեք, ձեր շատ գործընկերներ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից, խմբակցությունից բարբերաբար հայտարարում են, որ առաջիկա ընտրությունները շատ կարևոր են լինելու։ Իսկ ոչ միայն ընդդիմությունն է հայտարարում, այլ նաև ձեր թիմակիցներն են հայտարարում եւ այստեղ մատնանշում են, որ քաղաքացին պետք է ընտրություն կատարի խաղաղության եւ ներողություն պատերազմի կամ գուբերնիայի միջեւ։ Այո, միանշանակ է, դա ակնհայտ է, որովհետեւ մենակ ասելով չէ, որ պետք է մեր քաղաքացիներս կան, եթե հետեւում են մյուս կուսակցությունների ասելիքին, որ նրանք խոսում են որևէ բանի մասին, թեկուզ տարածքային ամբողջականությունը չեն ճանաչում, որոշները մտածում են, որ պետք է գան նորից վերաբանակցեն, ասենք խաղաղության համաձայնագիրը նախաստորագրված եւ այլն, հասկանում ես, որ այս մարդիկ հնարավորինս անում են ամեն ինչ, որպեսզի Հայաստանում չլինի խաղաղություն, որովհետև սա միակ ճանապարհն է, որ իրանք տարիներ շարունակ իրանց իշխանությունը պահպանել են Հայաստանի Հանրապետությունում եւ խաղաղության պայմաններում նրանք ուղղակի ասելիք ու անելիք չեն ունենա, որովհետև նրանց նպատակները բացարձակապես Հայաստանի զարգացումն ու Հայաստանի քաղաքացու կյանքի բարելավումը չի եղել, ինչին մենք ականատես ենք եղել եւ մեր հիշողությունն էլ կարճ չի։ Այդ իսկ պատճառով մենք ինչքան դժվարությամբ ենք հասցել խաղաղության պայմանագրի նախաստորագրմանը, ինչքան քայլ առ քայլ ամենազգուշավոր քայլերով առաջ ենք շարժվում, որպեսզի խաղաղություն ինստիտուցիոնալ լինի եւ փառք Աստծո իրապես մենք արդեն դրա պտուղները քաղում ենք եւ բնականաբար կարծում եմ, որ Հայաստանի քաղաքացին պետքա տեր կանգնի այս խաղաղությանը, տեր կանգնի այս պայմաններին, որ ստեղծվել է եւ առաջ շարժվենք, որպեսզի ունենանք այն Հայաստանը, որի մասին միշտ երազել ենք, իրական սահմաններով ընդգծված, հզոր ու Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է երջանիկ ու ապահով զգա իր երկրում։ Դուք ձեր խոսքում ասացիք, որ ձեր ընդդիմադիր գործընկերների նպատակը ամենևին էլ խաղաղությունը չէ, այլ հակառակը, այսպես ասած, կախվածության մեջ թողել պատերազմից, այսինքն միշտ հակամարտող ինչ-որ իրավիճակ ստեղծել ու նաև ամենևին էլ բարեկեցիկ կյանք ապահովելը չէ հասարակության համար։ Մենք դա տեսել ենք, մենք ապրել ենք այդ ժամանակաշրջանը, ինչ պայմաններում է ապրել այն ժամանակ Հայաստանի Հանրապետության քաղաքացի, բացարձակապես իր արժեքը չիմացող, իր քվեի արժեքը, ամենաբցեցուն օրինակ այս մասին կարող եմ խոսել, երբևէ Հայաստանի Հանրապետության քաղաքացու ընտրությամբ չէ որևէ նախագահ ընտրվել, երբևէ սահմանադրություն ընդունվել եւ այլն։ Այսօր Հայաստանի Հանրապետության քաղաքացին հստակ զգում է իր քվեի արժեքը եւ շատ լավ որոշում եւ շատ լավ քաղաքականացված է եւ ցանկացած որոշմանը տեր է կանգնում, բողոքում է, պատասխան է ստանում, հարցեր է ուղղում։ Այս ամեն ինչը ժողովուրդը արդեն սովորել, ճիշտ է, դժվար, բարդ լավ պայմաններին են, որ ասում են, երբ որ սովորում ես, քեզ թվում է դա հեշտ է ձեռք բերվել, բայց իրականում մենք շատ դժվար հասանք ժողովրդավարական պետության ստեղծելուն եւ իրապես Հայաստանի Հանրապետության քաղաքացու ձայնի արժեքը բարձրացնելուն։ Ու մենակ մի օրինակ բերեցի, բայց ես կարող եմ բերել թե սոցիալական պայմանները, գիտեք, վերջերս գործարկվեց, որը բավականին երկար գործընթաց է առողջության համընդհանուր ապահովությունը, որով որ ամենամեծ սոցիալական, այսպես ասած, բարեփոխումներ Հայաստանի Հանրապետության եւ այսպես բավականին մեծ ծրագրեր են իրականացել, որոնք իրապես միտված են Հայաստանի Հանրապետության քաղաքացու սոցիալական վիճակի լավարկման եւ թեկուզ ենթակառուցվածքների մեր բարեփոխումները, որոնք որ իրականացվել են, դրա մասին չեմ խոսում, բազմիցս ենք խոսացել եւ այսպես շարունակ։ Այս ամեն ինչը մենք երբևէ չենք ունեցել։ Բայց ամեն դեպքում մենք տեսնում ենք, որ սոցիալական ցանցերում նույն քաղաքացիները բողոքում են Երևանի օրեցօր ավելացող
փոսերից։ Բնականաբար արդարացի է, մենք ինքներս տեսնում ենք, բայց նաև տեսանք, որ քաղաքապետը խոստացավ, որ հնարավորինս ամենասեղմ ժամկետում այդ ամեն ինչը կկարգավորվի, բայց պետք է նշենք, որ Հայաստանի Հանրապետությունում որևէ ճանապարհ էս պահին բնականաբար դա պայմանավորված է նաև ծանրաբեռնվածությամբ։ Երևանը իսկապես մեքենաներով ամենածանրաբեռնվածն է ու բնականաբար այդ ճանապարհներն էլ այդքան չեն դիմանում, բայց վստահաբար կարող եմ ասել, որպես մարդով շրջում է Հայաստանի ողջ տարածքով, բոլոր տեղերը ֆանտաստիկ ճանապարհներ ունենք։ Տիկին Ղազարյան, գոհ եք քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներքին կամ չգիտեմ նախընտրական ցուցակից քվեարկության։ Ես կարող եմ ասել, քվեարկությունը ֆանտաստիկ էր, բողոքարկում նույնիսկ չի եղել որևէ մեկի մտքով չի անցել, լրատվականները ամբողջությամբ հետևել են, որևէ խնդիր չի առաջացել ու սա ամենալավագույն օրինակն էր Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար, որ մարդ պետք է նախ ժողովրդավար լինի իր կուսակցության ներսում, հետո նոր ժողովրդավարություն կառուցի պետությունը, իսկ մենք դա բազմիցս ենք ապացուցել եւ այս վերջին ընտրությունները որքան էլ որ բարդ էին, գիտեիք 274 տեխնացու կար, որից պետք է 59 ընտրվել, դժվարություններ, նաեւ մեր պատվիրակները բավականին պատասխանատու մոտեցան այս ընտրություններին, մենք համարյա անվավերների շատ քիչ քանակ ենք ունեցել այդ բարդ ընտրության մեջ ու քանի որ այդ հարցն էլ տվեցիք, ուզում եմ շնորհակալություն հայտնել քաղաքացիական պայմանագիր կուսակցության բոլոր ընկերներիս նման կազմակերպված ընտրություններ անցկացնելու, անկախ ամեն ինչից այն աջակցության, վստահության, այդ քվեի համար, որ նաև ստացա ես ու շատ երջանիկ եմ բնականաբար, որ իմ ընկերները ինձ գնահատում են եւ ավելի մեծ պատասխանատվությամբ եմ հիմա մոտենում թե կուսակցական աշխատանքներին, թե հետագայում արդեն որպես ազգային ժողովի պատգամավոր։ Բայց արդյունքը ձեզ համար սպասելի էր։ Գիտեք, արդյունքը այսպեսին էր, շատ կարելի է ասենք մտածել հնարավոր է, բայց արդար ընտրություններ են եւ սա կախված է զուտ մեր բոլոր գործընկերների կատարած աշխատանքին, նաեւ կուսակցության ներսում։ Երբեմն մարդիկ օրինակ ես կարծում եմ, որ ինձ ամենաշատը գնահատել են կուսակցության ներսում արած աշխատանքի համար, ապա նոր երկրորդ տեղում կլինի ազգային ժողովում կատարած աշխատանքս եւ այսպես շարունակ ամեն մարդու անհատապես են մոտեցել եւ գնահատել կատարած աշխատանքը։ Որովհետև երբ օրինակ որևէ լրատվամիջոցի հետևում ես, այսինքն ինչ որ կարդում ես ամեն դեպքում ընտրության արդյունքների մասին, շատ հետաքրքիր է, որ շատ ակտիվ падգամավորներ են եղել, որոնք 50-ում չեն, առաջին այդ 50 տեղերում չկան, 70, 80 ինչ որ այդ հատվածներում են եւ 50 առաջին 50-ում այնպիսի մարդիկ են, որ զարմանում ես։ Արդեն ասացի, որ շատ հետաքրքիր մոտեցում են ցուցաբերել, պատասխանատու եւ մտածել եմ, որ հնարավոր է, որ այս մարդը ավելի շատ լավ կլինի, որ լինի ազգային ժողովի падգամավոր։ Նաեւ ներկուսակցական աշխատանքում ինչքան ներգրավվածություն ունի տվյալ անձը, ինչքան են կուսակցականները իր հետ շփվել եւ այլն, այսպիսի բան էլ հարցեր էլ կան, ամեն մարդ տարբեր մոտեցում է ցուցաբերել քվեարկելիս, ես էլ ունեի իմ, այսպես ասած, կրիտերիաները, թե ում եմ պատրաստում տեսնել օրինակ ազգային ժողովում, ովքեր են լավ ազգային ժողով, գնահատում ես եւ անհատապես մոտենում ես, հենց սրա համար են շատ հետաքրքիր հենց ընտրական ցուցակը այսպես կազմակերպել է, բայց ես կարծում եմ Հայաստանի Հանրապետությունում մի հատ կուսակցություն ենք լինելու, որ նման կերպով ենք ցուցակը կազմելու, որովհետև իրականում դրական օրենսգրքում պահանջ կա, որ համաժողովը պետք է հաստատի, բայց թե ինչպես կկազմվի, արդեն ամեն կուսակցություն ինքն է որոշում եւ մենք բնականաբար գնացինք այս մրցակցային, վարկանիշային ճանապարհով։ Եվ վերջին հարցը Տիկին Ղազարյան, քանի որ հունիսին ընտրություններ են Հայաստանի ազգային ժողովի, չեք կարծում, որ ամեն դեպքում նաև բարդ է այն առումով, որ գրեթե նորից նույն ուժերն են մասնակցում ընտրություններին, այսինքն նույն դեմքերը։ Դե բնականաբար համ բարդ է, համ վատ է, որ նույն դեմքերն են օրինակ ընդդիմադիր դաշտում մասնակցում, օրինակ շատ լավ ընդդիմություն ունենալը, որը միտված է Հայաստանի Հանրապետության օրենքների լավարկման եւ այլնի վերաբերյալ աշխատանք տանել, իսկ մենք տեսանք մեր ընդդիմությունը գրեթե չաշխատեց այս 4 տարվա ընթացքում, անհատապես մի երկու մարդ, որ կկարողան որևէ օրենք կքննարկեր, այն օրենքները, որ կարող է ինչ-որ չափով իրեն կամ իր մերձավոր այդ շրջապատին հետաքրքրել, մնացածին ընդհանրապես չէր հետաքրքրում երկրում ինչ է կատարվում կամ ինչ օրենքներ են ընդունվում եւ այլն։ Շատ լավ կլիներ, որ լավ ընդդիմություն ունենանք, դա նաեւ մեր աշխատանքի ինտենսիվությունն ավելի ավելացնելու էր։ Այնպես որ իմ համար այդքան էլ բան չի, լավ կլիներ լավ ուժեր լինեին, նոր ուժեր լինեին ու իրապես մրցակցային թեժ պայքար լիներ։ Շնորհակալություն։ Ձեզ էլ եմ շնորհակալ։
Հիշեցնեմ իմ հյուրը Հայաստանի ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանն է, շնորհակալություն ուշադրության համար, հաջողություն։